Բարձես Ֆակտոր TV-ի հյուրը Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն է, ողջույն պարոն Նորիկյան։ Բարձես պարոն Անանյան։ Աղմկոտ է Հայաստանի ներքին քաղաքական դաշտը, շատ լավ ծանոթ եք, որ ԱԾ-ին հղումով Civic կայքը հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի ըստ հրապարակման կաթողիկոսի եղբայրը մեղադրվում է KGB-ի հետ համագործակցելու մեջ, իդեպ կայքը գրել էր նաև, որ ԱԾ-ն իրենց հայտնել է հիմա էլ օտարերկրահատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ է, սա այսպես պատմության վերջին արարներ, բայց կա նաև իհարկե մայրաթոր 10 եպիսկոպոսների, այդ ընդհանրապես կաթողիկոսի իրենց պնդմամբ հեռացման գործընթացը, ինչպես եք դուք գնահատում այս իրավիճակը։ Շնորհակալություն հրավերի համար, մեծ հաշվով ինձ համար այս ողջ գործընթացը տհաճություն է պատճառում, անկեղծ ասեմ, որովհետև խնդիրը ոչ թե ներքաղաքական հարթության վրա եմ ես դիտարկում, այլ ավելի գլոբալ մասշտաբով եմ փորձում վերլուծել մեր երկրում տեղի ունեցած գործընթացը եւ այս վերջերս ես բռնացեցի այն մտքի վրա, որ ի վերջո խնդիրը ոչ թե իշխանության համար պայքար է, որովհետեւ դա նորմալ կլիներ, եթե Հայաստանում, ինչպես նաեւ ցանկացած աշխարհի այլ երկրներում պայքարի իշխանության համար, քննադատությունները իշխանություն ընդդիմության, ես բռնացել եմ այն մտքի վրա, որ պայքարը հիմա տեղի է ունենում Հայաստանի համար, որովհետև գլոբալ արևմուտքի եւ Ռուսաստանի միջև եւ ըստ էության ամեն մեկը փորձում է դիրքավորվել, ամրապնդել իր դիրքերը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ եւ փորձ է արվում Հայաստանում քաղաքական դերակատարություն ունեցող կամ քաղաքական ներուժ ունեցող որոշակի շրջանակների կողմից ամրապնդել իրենց դիրքերը, ի վերջո պայքարը Հայաստանի համար է, ես ցավ եմ սա արձանագրում, անկեղծ ասած։ Այդ դեպքում եկեղեցու վերնախավը որ կողմում է եւ որ երբ որ եկեղեցու մասին սկանդալը պայթեց, կհիշեք, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց սրբազաններից մեկի մասին եւ ըստ էության առաջին անգամ հրապարակավ խոսեց ամենայն հայոց կաթողիկոսի գահազրկման մասին, ես առաջիներից մեկն եմ եղել, եթե ոչ առաջինը, որը ես ընդգծեցի, որ ըստ ամենանի Նիկոլ Փաշինյանը մտավախություն է տեսել, որ եկեղեցու ներուժը կարող է օգտագործվել Հայաստանում քաղաքական խնդիր լուծելու եւ իշխանության խնդիր լուծելու համար եւ փորձ է անում այդ իշխանության դեմ պայքարի այդ օջախը լիկվիդացնել եւ ըստ էության պարալիզացնել կաթողիկոսին գահազրկելու միջոցով, այսինքն ինձ համար ակնհայտ էր, որովհետև վստահ եմ Նիկոլ Փաշինյանը այն միամիտը չէ, որ նոր իմացած լիներ եկեղեցու առնչությունները այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հետ։ Այսինքն սա կապում է 26-ից իհարկե, ես ամբողջովին գալու։ Նիկոլ Փաշինյանը հստակ վտանգ է զգացել, որ եկեղեցու ներուժը կարող է օգտագործվել եւ չեմ բացառում, որ կարող էր օգտագործվել Հայաստանում քաղաքական խնդիր լուծելու համար եւ ինքը այս պնդաճակատությունը ճակերտավոր համառությունը Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ կիրառում է ոչ թե նրա համար, որ ամենայն հայոց կաթողիկոսի ինչ-որ կուսակրոնության կանոն է խախտել կամ ինչ-որ սրբազան 2021 թվականին ինչ-որ անձանց հորդորել է գնալ այս կամ այն քաղաքական գործչի միտինգին, այլ կոնկրետ այս ամեն ինչը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների դիրքավորման համար է, որովհետև այսօր Ռուբեն Ռուբինյանն էր նաև մեր հյուրը, գիտեք ինչ է մեջբերում Բագրատ arczepiskopos Գալստանյանի, եթե չեմ սխալվում, News-ին տված հարցազրույցի այն կտորը, որ ասում է ինձ հետ կապվեցին օտար երկրյա կառույցի ներկայացուցիչներ եւ ասեցին իշխանապողություն արա, հակառակ դեպքում Սոդոմ Գոմոր կլինի եւ այլն, կարող է ինչ-որ այսպես մեջբերումը շատ լիակատար չէ, ամբողջական չէ, բայց միտքը սա եւ իշխանությունը ասում է ահա ձեզ ապացույց օտարերկրյա։ Ախր իշխանությունը չպետք է ասի ահա ձեզ ապացույց, իշխանությունը պարտավոր է կիրառել իր իրավական եւ օրենսդրությամբ, սահմանադրությամբ տրված գործիքակազմը եւ նման դեպքի փաստի արդիվ հարուցի քրեական հետապնդում եւ իրականացնի այնպիսի անխոցելի նախաքննություն, որի արդյունքում ի հայտ կգա եւ կդառնա իրականություն բոլորիս համար պարզ, որ այս կամ այն
օտար Հայաստանի ներքաղաքական կյանքի հետ առնչություն չունեցող եւ իրենց իրավասությունների մեջ չմտող սուբյեկտները խառնվել են եւ փորձել են միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, այս կամ այն անձի հետ էլ տանելով համապատասխան բնույթի, այսպես ասած, հրահանգավորման աշխատանքներ, այսինքն իշխանության խնդիրը շատ հստակ է, թե եւ որ իշխանությունը անգործության է մատնվում ու հետո քարոզչական մակարդակով փորձում է հակադարձել, այստեղ արդեն մենք հանգում ենք հետեւության, որ այս ամեն ինչը քարոզչության մակարդակի վրա է, բայց իրականում ես կուզենայի վերադառնալ այն դաշտին, այն թեմային, որ իրականում պայքարը Հայաստանի համար է, որովհետև տեսեք, իմ կարծիքն է սա, արդեն վերջի շրջանում ես ինձ իսկապես բռնացել եմ այդ մտքի վրա, որ Հայաստանում օբյեկտիվորեն կան ռուսամետ քաղաքական ուժեր եւ օբյեկտիվ իրականության մեջ կան նաեւ քաղաքական ուժեր, որոնք արևմտյան ուղղությունն են գերադասում։ Այս առումով իրենց միջև այս երկու քաղաքական այսպես ասած կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի անհատների միջև պայքարը կարծեք թե հասցրել է մի իրավիճակի, երբ որ ըստ էության պայքարը իրականում ոչ թե Հայաստանի ռազմավարական օրակարգերին է ուղղված, Հայաստանի ռազմավարական խնդիրների լուծման է ուղղված, այլ պայքարը նրա համար է, թե մեր ռեգիոնում ով կհաղթի, Ռուսաստանը կնահանջի եւ գզիչի իր դիրքերը, թե Արևմուտքը չի ընդլայնի եւ չի ընդարձակի իր Մենք ունեցանք նորություն։ Եմեն ասաց, որ Հայաստանը մեզ է դիմել Ռուսաստանի հիբրիդային պատերազմների, սպառնալիքների դեմ պայքարելու աջակցության, իդեպ ոչ միայն խնդիրը փողն է, այլև գիտելիքը, տեխնոլոգիաները, որովհետև կարելի է փող ունենալ, բայց լինել անգրագետ եւ չունենալ տեխնիկական, այսպես սպասարկում, սայլ եք դուք այդ տրամաբանության մեջ դիտարկում։ Գիտեք, միասիրուն ձևակերպում կա հիբրիդային պատերազմ հասկացությունը իր տարբեր բաղադրամասերով, եթե մենք հանգում ենք այն հետևությանը, որ հիմա պայքարը Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև է Հայաստանի համար, եւ մենք դիտարկում ենք, որ այդ պայքարի մեջ նաև այդ գործիքները կարող են կիրառվել, բնականաբար ես դա եմ դիտարկում որպես հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ տարր, բայց այստեղ մեր խնդիրն է այստեղ լրիվ ուրիշ հարց է իմ համար առաջանում, եթե ես հանգել եմ այն հետևությանը, որ պայքարը հիմա Հայաստանի համար է ոչ թե իշխանության, ես ուզում եմ հասկանալ Հայաստանի քաղաքական վերնախավը ինչպիսի հետևության է եկել Հայաստանի քաղաքական վերնախավը ի վերջո դառնալու է գործիք այս Հայաստանի համար մղվող պայքարում, թե Հայաստանը կենտրոնություն է որպես գաղափար հաղթելու է այս process-ին, որովհետև Ռոբերտ, մենք կարող ենք ունենալ տարբեր նախասիրություններ, տարբեր ճաշակներ, անկեղծ եմ ասում, բայց եկեք մի պահ թողենք Արևմուտք Ռուսաստան պայքարը, եկեք մի պահ իսկապես առաջնորդվենք Հայաստանակենտրոնության դիրքերից եւ իսկապես Հայաստանի ռազմավարական շահը գերակա համարենք։ Հայաստանի նման երկիրը Հայաստանի նման համեստ ռեսուրսներ եւ պոտենցիալ ունեցող երկիրը ի վերջո պետք է վարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն, պետք է ունենա, մենք օբյեկտիվորեն, լավ, այսպես ձևակերպենք, մենք ընդունում ենք, որ հավաքական արևմուտքը մեր տարածաշրջանում ունի եւ հետապնդում է ռազմավարական շահեր։ Մենք ընդունում ենք, որ Ռուսաստանը նույնպես մեր տարածաշրջանում է եւ հետապնդում է ունի եւ հետապնդում է ռազմավարական շահեր եւ առնվազն փորձում է չթուլացնել կամ չփոքրացնել այդ ռազմավարական շահերը։ Հաջորդ խնդիրն է, եթե մենք ընդունում ենք այդ օբյեկտիվ իրականությունը, ավելին 44-օրյա պատերազմից հետո մենք հանգեցինք հետևության, որ տարածաշրջանում նոր դերակատար է հայտնվել իդեմս Թուրքիայի։ Իր օբյեկտիվ իրականության նախ ինքը տարածաշրջանի տերություններից մեկն էր, ավելին մեծացեց ազդեցությունը Շուշիի հռչակագիրը, Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների որակը, ռուս-թուրքական հարաբերությունների ասպեկտը։ Հաջորդ հարցն է առաջանում, մենք որպես պետություն իզոլուենք չեզոքացնելու այդ հետապնդվող ռազմավարական նպատակներից կամ այդ կենսական շահերից որևէ մեկ, այսինքն Հայաստանը որպես պետություն դիրքավորվում է այնպեսին, որ ինքը ասում է, գիտես ինչ կա, Ռուսաստան, ես քեզ թույլ չեմ տալի, արգելում եմ, չեզոքացնում եմ կամ կասեցնում եմ քո ռազմավարական շահերի շարունակականությունը։ Մենք այդպես ներուժ ունեցող պետություն ենք, թե ոչ, կամ մենք կարող ենք կասեցնել նույն արևմուտքի ներթափանցումը կամ նրանց քաղաքական ազդեցության մեծացումը։ Ես գտնում եմ, որ ցավոք սրտի մենք այդ պետությունը չենք։ Հետաբար ես հանգել եմ այն հետևությանը, որ Հայաստանակենտրոնության դիրքերից հանդես գալու պայմաններում Հայաստանը պետք է առնվազն վարի ակտիվ
չեզոք բառը ես չեմ սիրում, մեկ-մեկ օգտագործում եմ իհարկե, դրա համար չեմ սիրում այդ բառը օգտագործել, բայց մենք պետք է կարողանանք բոլորի հետ աշխատելու մոդելը գտնել։ Կնեք, օրինակ Փաշինյանին այսօր արևմտամետ որոշ սեգմենտ մեղադրում է ինչու ես գնում Եվրամիություն, հաջորդ օրը գնում Պուտինին հանդիպում, ռուսամետները մեղադրում են Փաշինյանին անկեղծ եմ ասում։ Պուտինի հետ ես հանդիպել, հետո ինչու ես գնում, չգիտեմ, Ամերիկա եւ այդ դուք ոնց եք նրա արտաքին քաղաքականությունը։ Ես մի քանի անգամ այդ հարցը դուք ինձ տվել եք, ես ասեմ դες, որ արտաքին քաղաքականության առումով Փաշինյանի գործողությունները շատ մեծ այլընտրանքներ չունեն։ Ես էլ լինեի իր փոխարեն։ Այսինքն հարկադրված է մի օր Մոսկվա, մի օր Բրյուսել, մի օր Պեկին, մի օր այդ ճկունությունը, քաղաքական ճկունությունը, ինչպիսի դիրքավորում էլ ինքը ունենա եւ ինչպիսի դիրքավորում իր վարած դիրքավորման նկատմամբ ես ինչպիսի վերապահումներ էլ ես ունենամ, ես ուզում եմ դիտարկել ես եմ իրեն ուզում պատկերացնել։ Նա KGB-ի ագենտ է ձեր կարծիքով։ Նիկոլ Փաշինյանը։ Այո, ռուսամետ։ Հիմա լավ հարց է։ Հիմա ցավոք սրտի քաղաքական պայքարի ես ես վերջերս կարդում եմ Թոմ Նիկոլսի վտանգավոր ամենագետները գիրքը։ Նա Նիկոլ Փաշինյանի հետ կապ չուներ, չէ՞, Թոմ Նիկոլսը։ Բավականին հետաքրքիր դրսևորումներ կան այնտեղ։ Ազիմովի մի ձևակերպում կա, որ ասում է մեր ամբողջ արդի միջազգային հարաբերություններում եւ քաղաքական ուրեմն պայքարի ուրեմն այդ գործընթացում հակաինտելեկտուալիզմը հասել է իր գերադրության աստիճանի եւ մարդկանց թվում է որ երբ որ մեկը այսինքն քաղաքական պայքարի նշաձողը այնպես իջեցվեց հարգելի Ռոբերտ որ պիտակավորնեց այն կողմ բանավեճ չկա անկեղծ եմ ասում ես սա խղճուկ իրականությունն է ասենք ես կարող եմ հասկանալ ընդդիմադիր այս կամ այն քաղաքական ուժին այս կամ այն նոր քաղաքական գործընչին կայացող ինքնահաստատող բայց ես չեմ հասկանում իշխանության ձեռագիրը ես չեմ հասկանում իրենց փորձառու համարող քաղաքական գործիչների ձեռագիրը եւ դիրքավորումը դուք ինչ եք անում Հայաստանի հետ հայ ժողովրդի հետ բացեք այդ արխիվները լյուստրացիայի մասն եք խոսում ընդ որում բացեք տեսնեք ովքեր են հետո դուք ինչ դեղատոմս եք առաջարկում առողջության դուք ոնց եք դիրքավորվելու ի վերջո գիտեք ինչ լավ ենթադրենք հիմնավորվեց, որ այդ մարդը իսկապես 86 թվականին համագործակցել է Խորհրդային Միության ՊԱԿ-ի հետ։ Շատ լավ, նույնիսկ ավելին հիմնավորվեց, որ Գարեգին երկրորդը էլ համագործակցել։ Ես արդեն պատկերացնում եմ, եթե այդ ամեն ինչը իրականություն է, Հայաստանում չի եղել որևէ ղեկավար կամ բարձրաստիճան պաշտոնատար, որը չի համագործակցել ուրեմն ՊԱԿ-ի հետ։ Ասեք, դուք ո՞նց եք պատկերացնում Կարեն Դեմիրճյանը դառնար Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնի առաջին քարտուղար ու հանկարծ չհամագործակցեր ՊԱԿ-ի հետ կամ Ղարաբաղյան շարժման մեկնարկը 88 թվականին եղել, այդ ինչա առյուծի սիրտ էին կերել Լեոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Իգոր Մուրադյանը կամ Ղարաբաղ կոմիտեի անդամները, այսինքն կամ մեր գիտնականները, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահները, մեր հայտի գրողները, մտավորականները, Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Զորի Բալայանը, Հրանտ Մաթևոսյանը, դուք հասկանում եք ինչ եք ուզում անել։ Լավ, ենթադրենք պարզվա, որ այդ մարդիկ ուրեմն համագործակցել են ՊԱԿ-ի հետ եւ այդպիսին էլ կա։ Դա ի՞նչ է լուծում մեր արժեվ դրված խնդիրները։ Դա լուծում է Հայաստանի շրջափակման հարցը, ռազմավարական զարգացման խնդիրը։ Օրինակ ես բերեմ մի հարց։ Տեսեք, որ ասում եք ինչ խնդիր է լուծում, կնեք ձեր միտքը իշեք չմոռանաք։ Եթե պարզվում է, որ այսինչ անձին, ես չեմ ուզում անուններ տալ, որ մարդկանց չթվա, թե թիրախավորելու նպատակ կա, օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ գործակցել են, տեղեկություններ են տալիս, ամենանվազագույն բանը, հա։ Միգուցե պետք չի նրանց թույլ տալ պետական պաշտոններ զբաղեցնել, քաղաքականություն թող չմտնեն, գնան իրենց տանեն։ Բայց այս ամեն ինչը դրա համար է։ Հիմա դրա համար է։ Հիմա ես դες ասեմ ձեզ, իմ կարծիքը լրիվ մի փոքր այլ է։ Ես ես վերջերս կարդում եմ 20-րդ դարի հայտի պետական գործիչներից մեկի Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուի մեկ մարդու աշխարհայացքը գիրքը, որտեղ ինքը շատ հետաքրքիր ձևակերպում արեց, ասեց ժողովրդագրությունն է որոշում ազգային ներուժը։ Եթե քո ժողովրդագրությունը անկում է ապրում, դու ուզում ես
ինչպեսի քաղաքական պայքար մղի, ինչպեսի աշխարհը քաղաքական կողմնորոշում ունեցի, քանի հատ նավ ուզում ես ունեցի կամ քանի հատ զինվորական բրիգադա ուզում ես ստեղծի, դու չես կարող հաղթել, քանի որ քո ժողովրդագրությունն է որոշում քո ներուժը։ Հիմա ժողովուրդ ջան, հիմա Նիկոլ Փաշինյանի կռիվը 2026 թվականին վերընտրվելն է, դրա ֆոնի վրա որպես եկեղեցու ղեկավարներն են դարձել թիրախ կամ այս կամ այն քաղաքական ուժն է դարձել թիրախ կամ քաղաքական անհատ է դարձել թիրախ, այսինքն Նիկոլ Փաշինյանի համար գերխնդիրը հիմա 26 թվականի վերընտրվելն է, այն մնացածի համարն էլ նորից իշխանության վերադառնալը։ Բայց ես ուզում եմ այս համատեքստում ուրիշ խնդիր առաջ բերել քաղաքական օրակարգի որակը փոխելուն ուղղված։ Դրանով լուծվում են մեր քաղաքական խնդիրները։ Ասում եք Նիկոլ Փաշինյանը KGB-ի ոնց ասեցիք, KGB-ի գործակալ է։ Չէ, ես այդ հարցը ինչու տվեցի, որովհետև նրան էլ են ասում են, այ եթե չես բացահայտում, բոլորը KGB-ի գործակալ են, բոլորը KGB-ի գործակալ են։ Բոլոր մի վարքան, ես շատ լավ հիշում եմ, Լեոն Տեր-Պետրոսյանի մասն էլ այդ քննարկումը գնացել, որ ինքը հավաքագրվել է, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նույնիսկ մականուններն են դրվել շրջանառության մեջ, Պաուկն ու Նարիմանովը։ Հիմա Նիկոլ Փաշինյանի մասին նույնիսկ հիշեք 2018 թվականից հետո ինչ-որ թղթապանակ էր հրապարակում դրվում շրջանառության մեջ։ Ժողովուրդ ջան, այս գահավիժում է։ Այս սրանով ինչ խնդիր է լուծվում։ Ես ուզում եմ այս հարցին մենք իսկապես պատասխանենք, բայց տեսեք հիմա Նիկոլ Փաշինյանի քաղաքական քարոզչության առանցքը, ինչի վրա է պտտվում։ Ով իր դեմ է, ուրեմն ռուսական KGB-ի ագենտ է։ Այ քեզ բան։ Տեսեք ինչ քարոզչություն է դրվել շրջանառության մեջ։ Հիմա ով փորձ է անում 2026 թվականին դիրքավորվել, ուրեմն նա ռուսական պրոյեկտ է, ծառայում է ռուսական, ուրեմն կայսրության շահերին, եւ տեսեք ինչն է հետաքրքիր, ստեղ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել։ Այս նյուանսի վերաբերյալ չհասկացա, այդ Ռուսաստանը այդ երբ հետաքրքրված չի եղել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։ Այդ ոնց հասկանանք, հարգելի Նիկոլ, որ 2018 թվականին քո բռնի, ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության ժամանակ հանկարծ Ռուսաստան ասում էր դա Հայաստանի ներքին գործն է, ինչ ուզում եք արեք, մենք ասում ենք չենք խառնվում։ Հիմա ձեր քարոզչությանը եթե հավատալու լինեք, ամեն մի դուրս պրծուկ, ով ցանկանում է քաղաքականությամբ զբաղվի, կամ փորձառու մարդիկ, կամ քաղաքական հավակնություններ ունեցող, կամ ովքեր ձեզ հետ համաձայն չեն, այդ բոլորի ուրեմն ստվերում թիկունքում ռուսական ագենտուրան է։ Օրինակ ես չեմ լսել, որ ձեզ Ռուսաստանի ագենտներն մեջ մեղադրել։ Ուզում եմ ասել ոչ բոլորին են պարոն Նորիկյան այդպես կոչում։ Ոչ բոլորին են։ Օրինակ ձեզ երբեք չեն կոչել, չէ՞, ինչքան ես չեմ լսել դեռ։ Չէ, ինձ էլ այս վերջերս ինձ հարցնում են, թե ես եմ հրավիրվում ֆակտոր, ուրեմն տեղեկատվական հարթակ, չէ, ձեր ընկալումն էլ, որովհետև անընկալում կա, չէ, որ դուք դիտարկվում եք որպես արևմտյան վեկտորի ներկայացուցիչ, Երեք Գեղամ Մանուկյանն էր այստեղ, կասեք հիմա եթե այդպես մենք բոլոր քաղաքական ուժերին էլ հարթակ տալիս ենք։ Սա իրականում սա ողբերգություն է, հարգելի Ռոբերտ, քանի տարի կլինի, որ դուք Factor TV եք գալիս, պարոն։ Հիմնադրման օրվանից։ Ես մեծագույն հարգանքս ձեզ, ձեր թիմի նկատմամբ։ Մենք բոլոր քաղաքական ուժերին փորձում ենք հնարավորություն։ Չէ, եթե վերադառնանք քաղաքական դաշտ, այս ամենի չի, ուրեմն ես հիշում եմ մեր հայտի թագավորներից, ով էր ասում, ասում ավերակների վրա ոնց թագավոր են։ Ի վերջո մենք վերադառնալու ենք մի իրավիճակի 26 թվականը ավարտվելու է եւ ուզում եմ որ մենք ամեն ինչ անենք իրար երեսի նայելու հնարավորություն ունենանք։ Կնեք պարոն Նորիկյան, տեսեք Փաշինյանի քաղաքականությանը քննադատություններով հանդերձ այն ոճը որ մենք տեսնում ենք, ասենք այդ եւ այդ տեսանյութերի հրապարակումը եւ ԱԱԾ-ն գնում հորդորում է որ զեղչիր անունը եւ այլ դա տեսանք բառապաշարը շատ հաճախ եւ այլն դուք չեք կարծում որ մեր ընդդիմությունն էլ սխալվել է եկեղեցուն ներքաշելով քաղաքականություն եւ այդպիսով դնելով թիրախի տակ նրանց Պարոն Քոչարյանի հայտարարություն որ մի սրբազան լինի որը առաջնորդի դիմադի ով ուզում է լինել եկեղեցուն քաղաքական գործընթացների ներքաշելը շանտողություն էր բայց ես նաեւ ուզում եմ երկրորդն նայել կա նայել էլի երկրորդն եւ իշխանությունը եւ ընդդիմությունը ամենանենք ձևով օգտագործեցին Բագրատ Սրբազանին, օգտագործեցին եկեղեցուն, Բագրատ Սրբազանին դուրս շպրտեցին, խաղից հանեցին, ահա Բեկչի խարանը դաչեցին ճակատին ու ուղարկեցին ուրեմն
KGB-ի պատվալ եւ ընդ որում եթե դուք նայեք այս գործընթացի ամբողջ մի քիչ լայն համատեքստով դուք նայեք կտեսնեք եւ իշխանությունն է օգտագործել եկեղեցուն եւ ընդդիմությունն է օգտագործել եկեղեցուն հիմա էլ են օգտագործում եկեղեցուն պատկերացնում եք ընդդիմությունը դարձել է եկեղեցու պաշտպանը այսինքն մեր եկեղեցին ում պաշտպանության անհրաժեշտություն ունի։ Բայց եկեղեցին չէր կարող թույլ չտալ, որ իրեն օգտագործել բանը։ Կարող է թույլ չտալ։ Ասել շատ լավ, դուք ընդդիմություն եք, դուք իշխանություն եք, գնացեք ձեր պայքարը տեսեք, մենք չենք խաղում։ Իհարկե, ես մշտապես վերջի ամիսների ընթացքում միշտ հենց այդ դիրքերից եմ հանդես եկել եւ վերահաստատում եմ։ Ես այո, տեսել եմ, որ մեր եկեղեցին ունի ներուժ, որ դա մեգա համաշխարհային հայկական ցանց է, որ կարելի էր, եթե իշխանությունը խելոք լիներ, խելացի լիներ, կարելի էր այդ ներուժը, եթե այդ ներուժը օգտագործվում է ուրիշների կողմից, եթե մեր քաղաքական վերնախավը մի քիչ շրջահայաց մոտեցում ցուցաբերեր, կարելի էր այդ մեգա հայկական ցանցը օգտագործել հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերի սպասարկման համար։ Կրկնում եմ, եթե իշխանությունը ուներ անխոցելի փաստեր, որ այդ ներուժը օգտագործվում է այլ աշխարհակաղակական կենտրոնների կողմից, բայց իշխանությունը ինչ արել։ Իշխանությունը վերցրել են քանդող ուրեմն սարքը ու գնացել ուզում է հիմնահատակ քանդի։ Ժողովուրդ ջան, ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելով իշխանությունը, եթե Նիկոլին թվում է, որ ինքը ուժեղանալու է, եթե Նիկոլին թվում է, որ իր իշխանության դիրքերը ամրապնդվելու են, եթե Նիկոլին թվում է, որ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը մեծանալու է, եթե իրեն թվում է, որ իրեն հաջողվելու է եկեղեցին այս ճանապարհով առողջացնել, չի լինելու, ցավոք եմ ասում։ Նիկոլին թվում է, որ մի ընդդիմախոսից այսպես ազատվել է։ Ի վերջո լավ եկեք սենց ասենք, ես մի ընդդիմախոսից էլ ազատվեց Նիկոլը։ Նիկոլ ջան, դու ինչ ես ուզում։ Դու ուզում ես Հայաստանը վերածես Բելարուսիայի, դու էլ դառնաս Լուկաշենկո, քեզ քննադատել չի կարելի։ Քեզ ոչ ոք դու անթերի ես, դու չգիտեմ, սենց Թող Ռոբերտ Քոչարյանը քննադատի, ոչ թե Գագի երկրորդը։ Այդ իրենց երանելի բաղձանքն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրան քննադատեն, ինքն գա ու սկսի մատ թափտասի, դուք երկիրը թալանել եք։ Հերիքա խափեք այս ժողովրդին, հերիքա մոլորեցեք այս ժողովրդին, հերիքա մանիպուլյացիայի ենթարկեք այս ժողովրդին, Հայաստանի նոր շունչ է պետք, Հայաստանի նոր որակ է պետք, բայց ես անկեղծ ասեմ, ես գնալով հույսս կտրում եմ, որ Հայաստանում հնարավոր է առողջ քաղաքական պայքարի մթնոլորտ ստեղծել։ Նիկոլ Փաշինյանը կարող էր ուներ նման ռեսուրս, ուներ նման պոտենցիալ Հայաստանում իսկապես եվրոպական արևմտյան զարգացած երկրների մակարդակներին համահունչ ստեղծել առողջ քաղաքական միջավայր եւ իսկապես դաստալ բոլորին ամբողջ աշխարհին, որ ինքը պատրաստ է իրականացնել այնպիսի գործունեություն, որտեղ քաղաքական առողջ մրցակցությունը միանշանակ կնպաստի ուրեմն երկրի զարգացմանը, բայց տեսեք ինչ արել, ուրեմն ստեղծվել է մի իրավիճակ, որ փողի գործոնը դարձել է ամենակարևորը, փող ունես, կարող ես մասնակցել քաղաքական գործընթացներին, փող չունես, դու խաղից դուրս ես, քո դեմ քննադատական խոսք հաղորդած ցանկացած անձի դու պիտակավորում ես կամ KGB-ի ագենտ, կամ ռուսական շպիոն, կամ չգիտեմ, այսինքն Նիկոլ ջան, սա քո գործունեության հետևանքն է։ Եթե քո բոլոր քաղաքական դաշտը ականապատված է ռուսական ագենտուրայով, եթե ամբողջ քաղաքական դաշտը ականապատված է օտարերկրյա ուրեմն ազդեցություն ունեցող անձանցով, եթե 8 տարիների ընթացքում քեզ չի հաջողվել Հայաստանի Հանրապետությունում առողջացնել քաղաքական դաշտը եւ իսկապես կայացնել քաղաքական համակարգը, եթե քեզ չի հաջողվել քաղաքական իշխանության համար պայքարում ձևավորել մի միջավայր, որտեղ բոլոր քաղաքական ուժերը կառաջնորդվեն բացառապես Հայաստանի ռազմավարական շահերով, դա քո հաղթանակը չի, քո այսպես գոռալը չի, դա քո ռազմավարական պարտությունն է։ Ի վերջո գալու է մի օր, ասենք թե 2026 թվականին էլ Քոչարյանին ուրեմն մի անգամ էլ հաղթելով, Սերժին էլ մի անգամ հաղթելով, չգիտեմ, այս բոլոր ուժերին էլ մի անգամ հաղթելով 2026 թվականին էլ սենց պոպուլիստական լոզունգներով հաղթեցիք։ Հետո լուծվելու է Հայաստանի խաղաղության ու պատերազմի հարցը, լուծվելու է Հայաստանի ժողովրդագրության ճգնաժամը, լուծվելու է մեր տնտեսության ճգնաժամը, կներեք, չգիտեմ, բայց խաղաղության օրակարգով, ինչպես նշեցի պարոն Ռուբինյանը այսօր այստեղ էր եւ
Ասում եմ ըստ էության կա երկու տարբերակ, մեկը մեր խաղաղության օրակարգն է, որ դուրս գանք այդ մշտական պատերազմների կարգավիճակից եւ ֆորպոստի տրամաբանությունից, որ ինչ որ մի մեծ եղբայր ենք վարձում, որը մեզ անընդհատ փրկում է այս երկու հարևաններից, եւ կա ընդդիմության, այսպես խորհրդանական ընդդիմության, այսպես կոչված Բերտ ամրոցի տրամաբանությունը, որ մենք փակվում ենք եւ մշտական արճակատում են տրամաբանության մեջ։ Ռուբինյանին այդ ԿՊ-ին ասեք հետեւյալը, եթե դուք մնաք իշխանության ու հանգարց մի 5 տարի հետո աշխարհում տարածաշրջանում գլոբալ փոփոխությունների արդյունքում այնպես ստացվի, ոնց որ 2013 թվականին Պուտինը Սերժ Սարգսյանին կանչեց մի գիշերվա մեջ, ասեց պետք է ստորագրես, հանկարծ այս կներեք այս փոփոխությունների արդյունքում ձեզ կանչեցին Կրեմլ կամ ձեզ կանչեցին Ելիսեյան պալատ ու ասեցին Ղարաբաղը Հայաստանի ու վերջ։ Ինչ եք անելու։ Ասել են դարձրեք Հայաստան, ասել են, չէ, այդ հարցերը, ախր գիտեք ինչ, որ ասում են մենք խաղաղություն ենք ուզում։ Տղա ջան, կարող է մենք պատերազմ ենք ուզում։ Ասեք ում եք հիմարի տեղ դրել։ Ասեք ինչ է նշանակում իշխանությունը ասում է ես խաղաղություն եմ ուզում, բայց այդպես չեն որոշում միջազգային քաղաքականության հարցերը։ Տարածաշրջանում ես միայն կծափահարեի, եթե Հայաստանը որոշողը լիներ, տարածաշրջանում պատերազմ պետք է լինի, թե խաղաղություն պետք է լինի։ Ներքին քաղաքական բանավեճերում իրենք են խաղաղության։ Ի վերջո, մեկ վայրկյան, չէ, ես էլ եմ խաղաղություն ուզում, մեկ եւ երկրորդը հետեւյալը։ Մենք պետք է հասկանանք հետեւյալը, այս թվյացալ խաղաղությունը սա ավանս է այս իշխանության է։ Մենք իրական Ալիևին կտեսնենք 26 թվականի հունիսյան ընտրություններից հետո, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի իրական դեմքը։ Տեսեք Էրդողանի վերջի խորհրդանշական հայտարարությունները, որ իրենք 26 թվականին պատրաստվում են մի քանի խորհրդանշական քայլեր անել։ Իրանք փորձարկում է սա։ Դա մեզ ինչ որ կանխավճար է տրվում 2026 թվականի ընտրություններին։ Հենց տեղա որ Նիկոլի պարտությունը որտեղ է, որ Նիկոլը չկարողացավ 8 տարիների ընթացքում ստեղծել մի քաղաքական միջավայր, ձևավորել եւ մեզանից յուրաքանչյուրը չկարողացանք ձևավորել այնպիսի քաղաքական վերնախավ, որ Էրդողանի հույսը կամ Ալիևի հույսը Նիկոլը չլիներ։ Որ բոլորը հասկանային, որ Նիկոլից հետո ուրիշ Նիկոլ էլ գա, միևնույն է Հայաստանի կարմիր գծերը սրանք են։ Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավը ինչպիսի փոփոխություն էլ կրի, Նիկոլ չկլինի, վաղը Նորային Նորիկյանը կլինի կամ Ռոբերտ Քոչարյանը հետ կգա կամ չգիտեմ ով ուզում է դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանը ունի կարմիր գծեր, որը հնարավոր չի երբեք սևացնել։ Հենց տեղ է մեր խնդրեմը։ Հակառակ դեպքում Ռոբերտ Նիկոլից շատ ոչ ոք չի խոսում խաղաղության մասին։ Ես կուզենայի, որ նույն ոգևորությամբ, առոգանությամբ, տոնայնությամբ խոսեր Ալիևը։ Դուք անընդհատ այս վերջի 20 օրվա ընթացքում խոսում եք, ինչ որ գնացքներ են գալիս, ճիշտ է։ Գիտեք, ես ինքս ներքուստ տեսնում եմ այդ պոտենցիալը, որ իրոք մի օր այդ հաղորդակցությունները կապակ շրջափակվեն եւ մենք իսկապես կլինենք հարևաններ։ Բայց ես ուզում եմ դուք որպես մտածող մարդ եք, ով է մտածում Հայաստանից Ադրբեջան գնացներ տանելու մասին եւ ինչ պետք է Հայաստանից արտահանվի Ադրբեջան։ Եվ հետո մի կարևոր բան եմ ասում, քանի որ դու մտածող մարդ ես, ես դες ուղղակի մի հարցի վերաբերել ես վերջերս ինձ շատ է իսկապես հետաքրքրում հաշտության հասկացությունը։ Օրինակ կուզենամ, որ դուք ինքներդ մի հատ ուսումնասիրեք Գերմանիայի ու Լեհաստանի հաշտեցման պատմությունը, Ֆրանսիայի ու Գերմանիայի հաշտեցման պատմությունը, մենք միջազգային փորձ է պետք։ Թուրքիայի եւ Պարսկաստանի հաշտեցման պատմությունը, Ռուսաստանի եւ Թուրքիայի հաշտեցման պատմությունը։ Օրինակ այդպես չի էլի, ասում ենք խաղաղություն, այդ խաղաղությունը եկա, Ժորժ ջան, այդպես չի։ Բայց համաձայն չեք, որ եթե քաղաքական պայմանները թույլ տան, այսինքն պատերազմ չլինի եւ առաջնորդները ժողովուրդներին, տնտեսվարողներին մղեն դեպի խաղաղ գործակցություն, բիզնեսը ելքերը գտնելու է։ Նրա համար այսպես ասենք միանշանակ, բայց ես ուզում եմ եկեք չֆետիշացնենք, չգերագնահատենք, իմ հայրս է 1990-ականներին, երբ որ Արցախում տեղի էր ունենում ինտենսիվ պատերազմական գործողություններ, հայտի Վրաստանի մեր սահմանակից գյուղեր կար, Սադախլու, հայերն ու ադրբեջանցիները, իմ հայրս էլ, ես անկեղծ եմ ասում, հազարավոր հայեր ադրբեջանցիների հետ առևտուր են արել, բենզին են ներկրել, հետևաբար այս առումով չի կարելի ֆետիշացնել, այո, պատմական է, այո, կարևոր է, այո, բայց սա պետք է դարձնել անշրջելի, ի վերջո, եկեք
այսպես արձանագրենք, ամեն ինչ Ադրբեջանին, Հայաստանին ոչինչ, այս սկզբունքն է հիմա դարձել այս խաղաղության հիմքում։ Ես շատ ուրախ կլինեի, որ Հայաստանի ռազմավարական շահերն էլ հարգված լինեն։ Հետևաբար այս առումով դեռևս անելիք կա, տնային աշխատանք կա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Նորայր Նորիկյանին։